Պարոն Շուբինյան, սկսվել է տեխնացուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցուպատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպեք, ուրեմն նորից կասեք ձեր տեխնացուների հետ հարցաքննություն, երկխոսություն եք սկսել հարցուպատասխան, հարցաքննություն բառը օգտագործեցիք, բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դուք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ քննողների Ոչ էլ քննողների, հա։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակեք ձեր հարցը։ Քանի տեխնացու է օրինակ արդեն կա 300-ից ավել է դիմել։ Օրինակ արդեն որոշել եք ձեր ցուցակից Քանիսին եք լսել, Չէ, այդ քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ով ոչ, գործընթացը շարունակվում է։ Ներողություն, հերթով էլի։ Եթե գաղտնիք չեք հարցաշարի չմատել են։ Ինչ եք հարցնում, հարցաշարը Հիմնականում բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուներին գրանցել, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը եւ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, նախ եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք Կատրիչ Ներսյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման հարցը։ Տարօրինակ հարց եք տալիս իրական։ Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Ախր նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածությամբ։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը այո, ի տարբերություն շատ քոչանական կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Որ Փաշինյանի ասածը չանել ու մնալ կուսակցական։ Այո։ Դրա վառօրինակ է։ Հովիկ Աղազարյանը վառօրինակն է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին, փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարանը, չեմ կարծում, որ դրա վերաբերյալ ինչ դատական գործ։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպիսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտությանս համար չափվածության աստիճանը։ Պարզապես հրապարակային դաշտում չենք տեսնում, որ այլ կարծիք հայտնեն։ Այսինքն եթե ունեք այլ կարծիք, հրապարակային դաշտում չեք ասում։ Ներողություն։ Եվ լավ չարտահայտվեցի իրոք։ Նկատի ունեմ
մտքի փչացվածության աստիճանը։ Չէ, որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Դուք հարցնեմ իրեն, ձեզ նվիրված դիներ, ովքեր ձեզ նվիրված են, դա վիրավորված։ Չէ, տեսեք էլի բան եք։ Տեսեք, կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանիքը ձեր բանում, ձեր խմբագրությունում, միթե ձեր խմբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունն է։ Ինչով այ։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չհնչեց մեկնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեք։ Որ ասում եք նաև բարևարկությունն է հաշվի առնում, կարող եք մի քիչ մանրամասնել, կոնկրետ ինչ մասերով։ Չէ, չեմ կարող, ընդհանուր բարևարկության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարևարկության, ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակների եւ ամեն ինչ։ Պարոն Բինյան, եկեք Էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այստեղ շարունակ։ Պարոն